Պարոն Սարգսյան, նորից երկարացվեց ձեր կալանքը, տնային կալանքը եւս մեկ ամսով, չնայած որ դուք падգամավոր եք, ունեք մանդատ անձեռնմխելիություն։ Ինչով սա կպայմանավորեք, ինչու՞մ եք վախեցրել դուք այդպես, որ ձեր կալանքը տնային անընդհատ երկարացնում է։ Ես հստակ ասեմ, որ այս որոշումը կանխատեսելի էր, որտեղ անցած դատական նիստին իմ փաստաբանները Էմի Խաչատրյանն եւ Արամ Վարդևանյանը հստակ ներկայացրեցին, որ падգամավորական մանդատ ստանալուց հետո ես անապահ պետք է ազատ արձակվեմ, Սահմանադրական դատարանի որոշում կա, Մեծարապետ դատարանի նախադեպային որոշում կա, բայց այս դատարանը պարոն Ֆարխյանի նախագահությամբ այդ ամեն ինչը անտեսեց եւ միջնորդությունը մերժեց։ Այսօր լրացել էր կալանքը, որ պետք է երկարացնելու ժամկետը, բայց արդեն կանխատեսել էր, որտեղ նախկին նիստին Ֆարխյանը արդեն կանխավ ասել էր, որ օգոստոսի 2-ին ես կարող եմ ոստիկանների ուղեկցությամբ գնալ ազգային ժողով մասնակցելու նիստին, դա վկայում էր նրա մասին, որ ես պետք է այսօր մնամ կալանքի տեղ։ Նախապես ինքը արդեն ասել էր, որ այսօր ես մնալու եմ կալանքի մեջ եւ մնացի կալանքի մեջ, որ ես սպասել եմ։ Ինքնուրույն է կայացնում։ Դրանով պարոն Ֆարխյանը հիմնավորեց, որ մի տարի է ես ասում եմ, որ այս դատանում որոշումներ չեն կայացվում, որոշումները կայացվում են կառավարությունը, այստեղ ընդհանրապես կատարում են, որը պարոն Ֆարխյանը անցած դատին հիմնավորեց, որի համար ես իրեն շնորհակալություն եմ հայտնում։ Դուք մասնակցել եք Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի շարժման, Բագրատ Սրբազանի գլխավորած Սրբազան պայքարին, ձեր կարծիքով այսօրվա ընդդիմությանը եւ այսօրվա արտախորհրդարանական ընդդիմությանը կհաջողվի այդպիսի մի շարժում եւս իրականացնել եւ եթե չստացվի սահմանադրական ճանապարհով Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ապա գոնե փողոցային պայքարի միջոցով։ Ուրեմն միջև Բագրատ Սրբազանի պայքարը սկսելը բոլորս նույն ձև էինք մտածում կստացվի։ Բագրատ Սրբազանը դուրս եկավ եւ ստացվեց, բոլորը տեսակ։ Բնականաբար շարժումը ստացվեց, հաջողության չհասանք։ Ես նորել եմ ասել, այնքան ենք պայքարելու, դա ոչ թե համբերատար գնալու ենք ազգային ժողով եւ 5 տարի падգամավոր աշխատենք, այլ պայքարելու ենք ու ամեն օրը հաշվի առնելով, որ ամեն օրը հավատքով պետք է լինի փոփոխություն։ Ես վստահ եմ, որ այդ շարժումը լինելու է, առաջնորդը լինելու է եւ ազատվելու ենք այս չարիքից, որտեվ չի կարացեն շարունակի, որտեվ ասել եմ այսօր սա անձերի խնդիր չի, իմ խնդիրը չի, ինչ որ քաղաքական գործիչների խնդիր չի, որ այսօր գիտեք ինչ քաղաքական ռեպրեսիաները, ճնշումները, անօրինականությունները, ապօրինությունները, բայց սրանից զատ մենք կորցնում ենք մեր հայրենիքը, մեր պետականությունը եւ չի կարա այս պայքարը չշարունակի, իմ պայքարը անձամբ շարունակվելու է, լինեմ կալանքի մեջ, ինչքան էլ 6 ամիս էլ պայն սրանից հետո արդեն տարի 3 ամիս, 2 ամիս կալանքի մեջ եմ, 5 տարի էլ պայն իմ գծից ես չեմ շեղվելու, իմ պայքարը շարունակվելու է, պայքարելու ենք այն ժամանակ, մինչև այս իշխանություններին հեռացնենք։ Դուք եղել եք նախկինում Սիսիանի համայնքապետը, արդյոք մտադրություն ունեք մասնակցել թիմ ընտրություններին։ Ճիշտն ասած, ես ոչ թե իմ ժամկետը լրացել է, ես դուրս եմ եկել, ես համայնքի ղեկավար եմ եղել, որ հրաժարվել եմ եւ եկել եմ ազգային ժողովի падգամավոր, իմ քաղաքը շատ եմ սիրում, 5 տարի նվիրել եմ իմ քաղաքին, բայց հասկացել եմ, որ երկիրը ավելի մեծ մարտահրավերների առաջ է, քան համայնքը, դրա համար եկել եմ падգամավոր եւ այս պահին եթե այդպես ցանկություն ուներ կմնայի միջև այսօր էլ համոզված ասում եմ կաշխատեի։ Ընդդիմադիրները շարունակում են մտահոգություն հայտնել Սյունիքի ճակատագրի վերաբերյալ, հաշվի առնելով, որ թրիփի իրագործումը այնուամենայնիվ իշա Հայաստանի Հանրապետության կանխատեսելի չեն համարում եւ եթե արդյունքը, վերջնարդյունքը տեսնենք, ապա ընդդիմությունը նշում է, որ Սյունիքը Ադրբեջանը վերցնելու է։ Բնականաբար այդ խնդիրը, որ ընտրությունից առաջ ենք ասել, նայեք, այն ժամանակ, որ ասում ենք Արցախ չենք ունենալու, ոչ մեկ չէր հավատում։ Ես ուզում եմ փաստերով խոսենք։ Բոլորն ասում են, այդ օգտագործում եք ձեր քաղաքականության համար։ Հիմա փաստն է նա, որ Արցախ չունենք։
Երբ որ 21 թվականին ասում էի թուրքերը գալու են նստեն իշխանասարի գլխին, մեր ժողովուրդն ասում էր չէ, պարոն Սարգսյան, քաղաքականությունից ելներ վրացում։ Հիմա թուրքերը եկեն նստել են իշխանասարի գլխին։ Իհարկե, Սյունիքը վտանգված է եւ այդ, որ ասում եմ, պայքարը մեր պետականության, մեր հողերի համար, հենց դրա համար եմ ասում, անձնական չի եւ մենք պետք է պայքարը շարունակենք, որպեսզի այս իշխանությունները շուտ հեռացնենք, կարանք մեր պետությունը պահենք եւ ունենանք ուժեղ պետություն, ուժեղ եկեղեցի եւ հավատքով ժողովուրդ։